քաղաքական օրակարգ։ Դե մեր կուսակցությունը իրեն հերչակել է որպես 3 սոցիալական հասարակական խմբերի շահերի արտահայտիչ։ Ամեն օր տրանսպորտով գործի գնացող եւ եկող մարդիկ են։ Դա փոքր եւ միջին բիզնեսն է եւ դա ոչ նոմենկլատուրային մտավորականությունն է։ Այս 3 խմբերն են փոփոխության շարժիչը։ Այս 3 խմբերը ինչպես կեղեքվել են նախկին համակարգի կողմից, այնպես էլ կեղեքվում են այսօր, խայտարակ ձևով են կեղեքվում։ Դուք երևի գիտեք, որ նոր տարվա շեմին յուրաքանչյուր նախարար ստացել է 7 միլիոն դրամ պարգևավճար։ Դուք գիտեք այդ մի թոշակառուի քանի տարվա թոշակն է, 16 տարվա։ Այ ինչպիսի գիշատիչ իշխանություն ունեք։ 16 տարվա թոշակառուի թոշակը տվել են նախարարի մի ամսվա պարգևավճար։ Խայտարակություն է, սենց կոնտրաստ սոցիալական, որևէ երկրում չեք գտնի։ Ու հույժ գաղտնի հրամանի տակ են դա ձևակերպել։ 3 միլիարդ դոլար դեկտեմբերի նախավերջին օրը պետբյուջեից դուրս է գրվել դրամ կներեք 3 միլիարդ դրամ ազի բյուջե ունենք այդ պարգևավճարների համար։ Հետևաբար ես մեր կուսակցության մոտեցումը ասացի, կրկնում եմ, դերևս ձևաչափային քննարկումներ չկան, դերևս այդ ֆորմալիզացիայի փուլ չի մտել, բայց ես կոնսոլիդացիոն կենտրոններից ամենաարժանահավատը համարում եմ պարոն Ծառուկյանի ձևավորված կենտրոնը, մանավանդ որ Գելափի հարցումները, վերջին հարցումները ցույց էին տվել, որ ով կարող է առաջնորդել հասարակության հոգևոր եւ հասարակության առողջացումը եւ միասնությունը նման հարցադրման տակ, այսինքն ով կարող է հասարակական կոնսոլիդացիայի մեջ մեծ նպաստ ունենալ, այդ հարցման պատասխաններով պարոն Ծառուկյանը 3-րդ տեղում էր Միքայել Աչապայանից եւ ամենայն հայոց կաթողիկոսից հետո։ Այս հարցման տվյալներն էլ Գելափն էր հասկացրել, ես Գելափի հարցումն եմ ասում։ Եվ 3-րդ խնդիրը, որից հետո կպատասխանեմ ձեր հարցերին, եթե կան։ Որն է այս ընտրությունների